Այս օրերին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է մեր ռազմագերիների եւ մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վերաքննիչ բողոքները նախորդին խոսել է Բակո Սահակյանը, խոսել է Լևոն Մնացականյանը, դրանից առաջ մեր մյուս ռազմագերիները Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը եւ մյուսները բոլորը ասել են, որ այս ամբողջ մեղադրանքը ֆեյք է, սուտ է եւ ինչպես օրերս իր ձայնային հաղորդագրության մեջ փոխանցեց Դավիթ Իշխանյանը, ինքը դատարանում հայտարարել է սա էթնիկ ատելության դատավարություն է եւ հայտարարել է Դավիթ Իշխանյանը, որին միացել են Արցախի ուրեմն ռազմաքաղաքական էլիտայի բոլոր մեր ռազմագերիները, Դավիթ Իշխանյանը ասել է, որ այստեղ անգամ խոսք չկա նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը պահպանելու վերաբերյալ, այստեղ չի կարող խոսք լինել ընդհանրապես քրեադատավարական օրենսդրության իրավունքի մասին, որտեղ ամբողջը քաղաքական դատավարություն է հիմնված էթնիկ ատելության, հայը մեր թշնամին է կոդի վրա եւ մի հատ զարհուրելի օրինակ բերեց իր ձայնային հաղորդագրության մեջ Դավիթ Իշխանյանը, ասելով, որ ռազմագերիներից մեկը, 93 թվականին ծնված մի երիտասարդ, ով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, այդ երիտասարդին մեղադրել են 91-ից 94 թվականներին ռազմական գործողություններին մասնակցելու մեջ, 93 թվականին ծնված երիտասարդին Բաքվի դատարանը մեղադրել է իր ծնունդից 2 տարի առաջ 91 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների մեջ ոչ միայն մեղադրել է, այլև ամբողջ դատական նիստում ուրեմն մեղադրող դատավորները, դատախազները դա հիմնավորել են եւ մարդուն ռազմագերում դատապարտել են 15 տարի ազատազրկման եւ այո նույն Դավիթ Իշխանյանը իր ձայնային հաղորդագրության մեջ ասեց ինչ ուզենք մենք Բաքվի իշխանություններից, երբ որ այստեղ մեր երեսին շպրտում են անընդհատ, գնացեք եւ պահանջեք ձեր իշխանություններից